Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Փարաքար համայնքի Այգեգ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցի պայմաններին։ Կրթական հաստատության նորոգմանը պետբյուջեից հատկացվել է 235 միլիոն դրամ։ Կառավարությունը դպրոցի կառուցման աշխատանքն իրականացրել է 300 դպրոցի կառուցման ծրագրով։ Սա կօգտագործի ստեղ բացենք Փարիզը։ Մեկը բանի համար։ Դե պետք է նախագծել։ Կարող է բանի համար էլ, կարող է փոքրերի համար առանձին մարզադահլիճ որտեղ 270 հետո կշատանա, ինքը մեծ դպրոց է։ Այդ շենքը պիտանի է, չէ, շենքը պիտանի չէ։ Դե ավելի լավ քանդենք, նորից։ Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Զվարթնոց թաղամասում, որտեղ հիմնանորոգվել է միջպետական ավտոճանապարհի 4.4 կիլոմետր հատվածը։ Պետբյուջեից հատկացվել է 480 միլիոն դրամ։ Հիմա 500 կիլոմետր իսկ բանկը կանացած է, ասֆալտ չի արել։ Վերին շատ ընդհանրապես չեն կանում, երկին շատ ստեղ են 505 կիլոմետր կառուցել, չհաշված ճանապարհներ, որոնք կառուցել ենք նախագծով գրունտայիններ եւ նախորդ տարիներից քանդված վերին շատ ճանապարհներ դրա մեջ չկա։ Քանի 570 կիլոմետր կառուցել։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Մասիս համայնքի Հայանից բնակավայր, ծանոթացել տեղի միջնակարգ դպրոցի նոր պայմաններին, որը նախատեսված է 432 աշակերտի համար։ Երբ այնց են դասանում, հոկտեմբերի 1-ից միջև 10-ից որտեղ են դասանում, դոկտորի դպրոցում Խաչքարի միջնակարգ Մենք մտածում ենք, ոնց որ մենք բան չենք արել, գույքերի հետ հաշվառ չենք արել, թե գույքերի համար ինչքան տարածքան է պետք, որովհետև բոլոր տեղերը այդ բան են կանում, նեղվածությունից գույք չի տեղանում, որովհետև հետո գույքը պրոբլեմ է դառնում, այն արվում է, որ գնում ենք տեսնել դահլիճներում դրածա, որովհետև հալարում են կանոնները, ու տենց կրկնակի պրոբլեմ է դառնում։ Դպրոցի կառուցման համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 2 միլիարդ դրամ։ Նոր նախագծով, նոր եւ զրոյից կառուցվող դպրոցները իրենք Հայաստանի վերափոխման շատ կարևոր եւ անբաժանելի մաս են, անկյունակարային մաս են, որովհետեւ նախորդ դպրոցից մինչեւ այս դպրոց որն է տարբերությունը, ըստ էության մենք խոսում ենք ոչ միայն նոր շենքերի, այլև մտածողության նոր ձևերի մասին։ Այսինքն դպրոցը, նորակառույց դպրոց, նորակառույց դպրոցները եւ ցանկացած նորակառույց շենք արտահայտում է մտածողության փոփոխություն։ Սիրելի երեխաներ, ձեզ եմ շնորհավորում առաջին հերթին եւ ամենաշատը, որովհետեւ հույս ունեմ, որ դուք ձեր նոր դպրոցը սիրել եք եւ այս նոր դպրոցը իմանաք նաեւ արտահայտում է Հայաստանի Հանրապետության կառավարության սերը ձեր նկատմամբ։ Մենք իսկիսով մեր սերն ենք արտահայտում ձեր նկատմամբ, որպեսզի դուք սովորեք մի դպրոցում, որը սիրում եք եւ այնտեղ զգաք, որ ձեր պետությունը, ձեր հայրենիքը ձեզ է սիրում եւ այդ փոխադարձ սիրով հավետ քաղաքացին ու պետությունը պետք է կապվեն իրար։ Դպրոցը հագեցած է նոր գույքով, ունի նաեւ վերելակ։ Շնորհակալ եմ շատ։ Նորակառույց այս մանկապարտեզի բացման կարմիր ժապավենն էլ կտրվեց Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրում։ Պետությունը հատկացրել է 320 միլիոն դրամ։ Վարչապետին ներկայացրին երկուշաբթի մանկապարտեզ կհաճախի 30 երեխա, նորակառույցը նախատեսված է 50 երեխայի համար։ Դու բաց դպրոց ես, չէ՞ գնում արդեն։ Ունես փոքր քույր եղբայր, որ գալու են ստեղ մանկապարտեզ։ Հա։ Դες գյուղից է։ Շնորհավոր ձեզ մանկապարտեզ։ Պետության ղեկավարը հետևել է նաև Մրգաշատ Ալաշկերտ Արմավիր ավտոճանապարհի մոտ 4 կիլոմետր հատվածի նորոգման աշխատանքներին։ Սկզբունքորեն նոր կամուրջ է Ամբողջը։ Ինը կանվել է նոր։ Չէ, ֆիզիկապես չի կանգնել։ Հա, բայց ամբողջությամբ ամրացվել է, սալերը լրիվ փոխվել են, երկաթե կոնստրուկցիաները լրիվ փոխվել։ 90% նոր է։ Ճանապարհի նորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Վարչապետին ներկայացրին նաև 2024-ից սկսած Արմավիրի մարզում իրականացված ծրագրերը։ 2024-25 թվականներին Արմավիրի մարզում իրականացվել է 93 կիլոմետր
Նախատեսում ենք նաև 2026 թվականին կարևոր ճանապարհահատվածներ նորոգել, Սպանանդի ճանապարհը 10 կիլոմետր, այս հատվածն ենք Բակարոնից հասնող հատվածը, Էջմիածնից աշտարակ գնացող հատվածը, այս հատվածը, որը նաև Մարգարայից դեպի հյուսիս-հարավ հասնող հատվածն է, որը ևս կարևոր ճանապարհ է։ Սա մոտ կայացել է շնորհավորում կարգ։ Էջմիածնի շրջանցորը։ Արմավիր համայնքի նորավան բնակավայրում էլ կառուցվել է մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզ։ Լավ, նա մանկապարտեզը, դու գալուս մանկապարտեզ, բա հիմա որտեղ ես գնում, որտեղ ես գնում, չես գնում մանկապարտեզ, որտեղ, դու մանկապարտեզ էր, Պետբյուջեից հատկացվել է ավելի քան 794 միլիոն դրամ։ Եթե անկեղծ ասեմ, ինձ այս ավելի ատուր գալիս մանկապարտեզները, քան քարը։ Սա մի քիչ հենց համինքը ինքը հենց ի սկզբանե նախատեսված է որպես մանկապարտեզ։ Չէ, ընդհանրապես նախագիծը։ Վարչապետին տեղեկացրին, մանկապարտեզում բոլոր հաստիկները զբաղեցված են, մանկապարտեզը պատրաստ է գործելուն։ Հա, գնում եք գնալու, երբ եք գնալու մանկապարտեզ։ Որ առավոտ վաղը, թե երկու շաբթի, մյուս օրը։ Այսքան։ Շնորհավոր։ Արմավիր համայնքի նորավան բնակավայրում Փաշինյանը մասնակցել է Նորք թաղամասի հիմնարկերքի արարողությանը։ Երկրի ղեկավարին ներկայացվել է Արմավիր համայնքի Բաղրամյան 39 և Նորք թաղամասի ներդրումային ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի օժանդակությամբ։ Այն գնահատվում է մոտ 130 միլիոն դոլար։ Հիմնարկերքի արարողությունն ուղեկցվեց տերունական աղոթքով։ Զիկոյի արքայություն եւ զորություն եւ փառքավիտյանս ամեն։ Նշանակալի քայլ է նաև նախագծողի կողմից համայնքի մանկապարտեզն նվիրաբերելու նախաձեռնությունը, որը հենց եկել է ներդրողից, եւ հույս ունեմ, որ այս պետություն եւ մասնավոր հատված փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը կլինի շարունակական։ Այն ծավալը, որը մենք պիտի ունենանք շինարարության ավարտից հետո, այն շուրջ 50%-ով ավելացնելու է Արմավիր համայնքի բնակարանային ֆոնդը եւ շուրջ 50%-ով էլ թարմացնելու է բնակարանային ֆոնդը, որովհետեւ 30-35 տարվա դադար է եղել մինչև այս նախագիծը, մենք այս ընթացքում Արմավիրում ընդամենը մեկ բազմաբնակարան շենք են կառուցել եւ հասկանալի է, որ գոյություն ունեցող ենթակառուցվածքները հնամաշ են, որոնք թարմացման կարիք ունեն եւ այս նախագիծը շատ լավ առիթ է եւ շատ լավ հնարավորություն է թարմացնելու համայնքի բնակարանային ֆոնդը։ Մերի Խաչատրյան, լուրեր։